Բարի երեկո սիրելի ֆուտբոլասեր բարեկամներ, մեկնարկում է AFL-ում հերթական խաղային օրը ու մրցում են առաջին հանդիպան շրջանակներում Ատլետիկո Երևանն ու արդեն անվանափոխված Էվերտոնը, այո Էվերտոնը արդեն կներկայանա բոլորիդ հայտի կլինի Յուվենտուս անվանմամբ, այո Յուվենտուսը արդեն չի խաղում Էլիտիգայում իհարկե ինչ պատճառներով թիմը որակազրկվել է եւ արդեն նախին Էվերտոնը ներկայիս Յուվենտուսը մրցում է Ատլետիկո Երևանի դեմ ու տեսնենք արդեն հենց առաջին հանդիպան շրջանակներում Էվերտոնը որպես Յուվենտուս անվանմամբ արդեն ինչպես է փորձելու այսօր հաղթարել Ատլետիկո Երևանի արգելքը ծանոթանանք մրցող թիմերի հայտարարությունների հետ սկսենք Ատլետիկո Երևանից Աշոտ Գասպարյանը պաշտպանում է դարպասը համար 1 Գոր Մարկալյան համար 5 նա այսօր թիմի ավագն է Արման Ավդալյան համար 6 Թոմաս Սարգսյան համար 8 Ստեփան Միրզոյան համար 15 Գուրգեն Ռևազյան համար 18 Արտուր Ղանդիլյան համար 20 եւ Ռաֆայել Մկրտչյան համար 22 Էվերտոն ներկայիս Յուվենտուս դարպասը պաշտպանում է Արսեն Արսենյանը համար 16 Յուրի Հակոբյան համար 8 Մանուկ Բուրազյան համար 9 նա թիմի ավագը Ռևիկ Եղիազարյան 11 Սամվել Գրիգորյան համար 13 Արամ Անտոնյան համար 17 Անդրանիկ Պողոսյան համար 20 Միքայել Պողոսյան համար 23 եւ Ռաֆայել Վարդանյան համար 77 այսպիսի հայտարարություն ունի այս հանդիպանը կապված Յուվենտուսը ու տեսնենք իսկապես շատ հետաքրքիր դիմակայություն է խոստանում այս հանդիպումը տեսնենք ով ավելի ուժեղ կգտնվի առաջին վտանգավոր պաս ստեղծեց Երևանի Ատլետիկոն ինչ փոխանցում հետևեց Միրզոյանից, բայց այստեղ Ավդալյանը գնդակին չհասավ, քանի որ եթե իհարկե աննշան շեղում կադրոններ այստեղ Արման Ավդալյանը կատարեր, իհարկե չէր բացառվի, որ կարող ենք դարպասի գրավում տեսնել շատ մոտ էր իհարկե արդեն դարպասը գրավելուն, դատարկ էր մնացել դարպաս ու Արսենյանը արդեն այս իրավիճակում ոչինչ անել չէր կարող, Ռևազյան շարժվում է առաջ Գուրգեն Ռևազյանը Դեպի Սարգսյան ուղարկեց գնդակը Սարգսյան եւս մեկ փոխանցում ու ունենք առաջին դարպասի գրավում այստեղ կարծես 5 տագոլ գնացվեց Յուվենտուսի ֆուտբոլիստերի կողմից ու Ատլետիկոն առաջ է անցնում հաշվի մեջ 1-0 Ատլետիկոն հանդիպան 3-րդ րոպեին առաջ է անցնում հաշվի մեջ այո փորձեց Յուվենտուսի պաշտպան Յուրի Հակոբյանը հեռացել գնդակը, բայց այստեղ եղավ անդրադարձ հենց Հակոբյանից սեփական դարպասի ուղղությամբ ու գնդակը հայտնվեց ցանցում, այո Ատլետիկոն բացում է այս հանդիպան հաշիվ ու տեսնենք արդեն Յուվեի պատասխանը ինչպես պետք է լինի Եղիազարյան ուղարկում է գնդակը առաջ այստեղ Մկրտչյանը լավ արձագանքեց, բայց Արսենյանն էլ վերցրեց գնդակ, իհարկե Մկրտչյանը պարզապես առաջ էր ուղարկում գնդակը Մուրադյան, այստեղ Ավդալյանն է միջամտում պայքարին, իսկ հետո արդեն Մուրադյանը խախտեց խաղի կանոնները Եվ ստանդարտին հետևենք, որը իրականացնելու են Ատլետիկոյի ֆուտբոլիստները Ռևազյանը մասնավորապես այս դրվագում կատարի տուգանային արվածը ու տեսնենք Գուրգեն Ռևազյանն է պատրաստվում հարվածը կա ու այստեղ հորիզոնական դարպասաձողն է գալիս օգնության Յուվենտուսին Ղանդիլյանի հարվածն էլ բարձր ստացվեց ինչ հարված ինչ հաշվարկված հարված կատարեց Ռևազյան ու նրան ընդամենը մի քանի սանտիմետր չբավականացեց գրավել Յուվենտուսի դարպասը մի փոքր ցածր լիներ
Հարված է ապա արդեն Արսենյանը այս դրվագում ոչինչ անել չէր կարող, շատ վտանգավոր էր իսկապես հարվածել։ Ռևազյանը դա իհարկե այդ դրվագը արդեն մնաց անցյալում ու հիմա նորից Ատլետիկոն է անցել Գրոյի Ավդալյան կա փոխանցումը, բայց այստեղ Հակոբյանին բաժնացավ գնդակ Անտոնյան, հիմա արդեն Յուվենտուսն է փորձում դուրս գալ պաշտպանությունից, խախտում է Ռևազյանը այստեղ խաղի կանոնները։ Եվ արագորեն Յուվեն էլ խաղարկեց գնդակ Անտոնյան դեպի աջ է ուղարկում Մուրադյանի ուղղությամբ շարժվում է առաջ Աչեզով Մանուկ Մուրադյան, տեսնենք ինչ անունակություն կմտածի այս Գրոյի համար կա փոխանցում ու հասնում է գրեթե գնդակը Վարդանյանին, բայց վերջում Միրզոյանի մոտ ստացվեց հեռացնել գնդակը արագ խաղարկեց անկյունայինը Յուվեն Անտոնյան ուղարկեց նորից գնդակը Մանուկ Մուրադյանի ուղղությամբ, իսկ այստեղ արդեն խախտում կար Միրզոյանի կողմից, այո, հարվածեց Մուրադյանի ոտքին եւ ստանդարտին հետևենք արդեն Յուվեի կատարմամբ, տեսնենք Յուվեն ինչպես կիրականացնի տուգանային հարվածը։ Մուրադյանն է կատարում փոխանցումը վտանգավորելու այստեղ Եղեզարյանի մոտ չստացվեց լավ հարված կատարել հիմա եւս մեկ փոխանցում Միքայել Պողոսյանից, բայց Սարգսյանը հեռացնում է գնդակը ակտիվացավ որոշակի առմամբ իհարկե Յուվեն բաստողած գնդակից հետո, բայց դա իհարկե դեռ ոչինչ չի ասում հանդիպման հաշվի մեջ։ Նրանք հետապնդողի կարգավիճակում են հիմա էլ շատ ռիսկային գործեցին Ատլետիկոյի պաշտպանները, բայց նրանց տեսանկյունից իհարկե ամեն ինչ կարգին ավարտվեց։ Գասպարյան ուժեղ փոխանցումով գնդակը ուղարկում է Ավդալյանին, տեսեք միայնակ են թողել Արման Ավդալյանին եւ դա շատ վտանգավոր կարող է լինել Ղանդիլյանը հարված ու այստեղ էլ փակվեց Ղանդիլյանի հարվածը, Մուրադյանը միայնակ է այս դրվագում ընդունեց գնդակը ու շարժվում է առաջ, տեսնենք ինչ տարբերակ է նախընտրել, սա փոխանցում էր ու Վարդանյան ինչպես կարելի է չհասնել այս փոխանցման իհարկե աննշան շեղում էր անհրաժեշտ ու արդեն մենք կտեսնեինք հանդիպան հաշիվը հավասար լուսատախտակի վրա, բայց իհարկե Մուրադյան այլ տարբերակ չուներ, պետք է նման ուժգնությամբ կատարել այս դրվագում փոխանցումը, դա էր միակ տարբերակը, որ կանցնի նրա կատարած փոխանցումը, բայց Վարդանյանը իհարկե առաջին հերթին կարծում եմ չէր սպասում այս փոխանցման, այդ իսկ պատճառով չհավատացում միջև վերջ չգնաց այս դրվագում, իհարկե աննշան շեղում ու արդեն Գասպարյանը նույնիսկ այս դրվագում ոչինչ անել չէր հասցնի։ Ստեփան Միրզոյան ուղարկում է գնդակը Ավդալյանին, բայց այստեղ էլ փակեցին Ավդալյանի առաջ խաղացումը, հետո խլեց Ատլետիկոն գնդակը, Ղանդիլյանն էլ հարվածեց ուշեղությամբ մտածավ Արտուր Ղանդիլյանի կատարած հարվածը իսկապես շատ ակտիվ հանդիպում ենք դիտում այս անցած րոպեները խոսում են միայն այդ մասին ու մեկ գնդակ արդեն ունենք հեղինակված խաղադաշտում Մարգարյան, այո, ստացվեց հեռացնել այլապես թիկունքից Մանուկ Մուրադյանը մոտենում էր ու շատ վտանգավոր էր ստացվելու։ Եվ անկյունային խաղարկումը տեսնենք Վարդանյանն է իրականացնում այն կա փոխանցում Սարգսյանը փակեց գնդակի ճանապարհը Գրիգորյանն էլ միջամտեց, բայց հետո Ռևազյանը խլում իրականացեց ու Ատլետիկոն նորից անցնում է Գրոյի Գուրգեն Ռևազյան կան տարբերակներ չփոխանցեց, բայց այստեղ էլ իհարկե շատ բարդ է Յուվեի համար գրով սկսել այդ տարածությունից ու Մարգարյանին է բաժնացել գնդակը շատ լավ տեղափոխություն դեպի ձախ Թովմաս Սարգսյանն էլ հրաշալի գնդակ ընդունեց ու շարժվում է առաջ ձախ եզրով Սարգսյանը սա փոխանցում էր ու այստեղ Հակոբյանից կարող էր եւս մեկ չարաբաստիկ անադաշտ լինել, ամեն դեպքում մնում է գնդակը Ատլետիկոյի մոտ Ղանդիլյանը աջ եզրում է Ղանդիլյան դեպի Սարգսյանը նորից փոխանցեց եւս մեկ փոխանցում Միրզոյանի ուղղությամբ վտանգավոր է, բայց այստեղ արդեն Յուրի Հակոբյանը հասնում է փակել Միրզոյանի հնարավոր փոխանցման տարբերակ ու եզրից է հիմա նետում Ատլետիկոն կրկին Ղանդիլյանն է գնդակով եւս մեկ գնդակի տեղափոխություն դեպի Թովմաս Սարգսյանը Սարգսյանը ընդունեց ու հարվածեց, բայց Հակոբյանը այս անգամ արդեն փակեց գնդակի ուղղությունը անկյունային իրականացնի հիմա արդեն Ատլետիկոն ու տեսնենք այս անկյունային Թովմաս Սարգսյանն է իրականացնում կա փոխանցում, այստեղ շատ հեռուն գնաց գնդակը, բայց
Գանդիլյանը կարողացավ հասնելու այն պայել դաշտի սահմաններում խաղարկում Գոր Մարգարյանի հետ Մարգարյան հերո է թողնում գնդակը իհարկե Եղիազարյանն էլ շատ ճիշտ դիրքավորվեց ու փակեց Գոր Մարգարյանի առաջխաղացումը ծանոթանանք նաև մրցաշարային աղյուսակին այս պայդրությամբ Ատլետիկոն 16 միավոր ունի իր ակտիվում այո 9 հանդիպումից հետո 5 հաղթանակ 1 ոչ ոքի 3 պարտություն ունի Ատլետիկոն ու գտնվում է on-line տարբերակով իհարկե 10-րդ հորիզոնականում դեռ Ատլետիկոնի բոլոր հանդիպումները անշի կացրել 2 հանդիպում բաց է թողել եւ դրանք պետք է լրացնի նոր արդեն իհարկե Ատլետիկոնի տեղը կունենա հստակ տեղը կունենա մրցաշարային աղյուսակում որից հետո միայն ու միայն Միրզոյանի սաները պետք է մտածեն առաջ շարժվելու մասին իսկ արդեն Յուվենտուսը այս պայդորությամբ 8-րդ հորիզոնականում է գտնվում 17 վաստակած միավորով եւ Յուվեն նույնպես 1 հանդիպում պակաս է անցկացել։ Ստացվում է այնպես որ դեռ երկու թիմերն էլ ամբողջական հանդիպումները իրենց անշեն կացրել ու այս պայդրությամբ էլ իհարկե մի փոքր մնացել մրցաշարային աղյուսակում առաջատարներից, բայց ամեն տուրից հետո ամեն ինչ կտրուկ է փոխվում այս մրցաշարում էլիտ լիգայի մասին է խոսքս ու արդեն իհարկե երկու թիմերն էլ կարող են իրենց հանդիպումները հաղթարելուց հետո բաց թողնված հանդիպումների մասին է խոսքս արդեն շատ ավելի ու ավելի մոտենալ առաջատարներին Պողոսյան Գասպարյանը փրկեց Մուրադյանի հարվածը չկարողացավ արդեն Աշոտ Գասպարյանը ետ բղելու Յուվեն հավասարեցնում է հանդիպան հաշիվը 1-1 Մանուկ Մուրադյան 1-1 հաշիվ այս խաղում արդեն հավասար է այո ստացվեց Գասպարյանի մոտ ետ մղել Պողոսյանի կատարած հարվածը, բայց արդեն Մուրադյանը միայնակ էր ու նրան առանց հսկողության էին թողել եւ Մուրադյանի հարվածից հետո արդեն ոչինչ ոչ ոք անել չհասցրեց 1-1 թիմերը կարելի ասել պետք է ամեն ինչ սկսեն 0-ից Յուրի Հակոբյան այստեղ առաջինն է Հակոբյանը արձագանքում գնդակին ու դեպի կենտրոն ուղարկում Վարդանյանի ուղղությամբ բայց այստեղ փակվեց Վարդանի փոխանցման ճանապարհը ամեն դեպքում եզից նկատելու է Յուվեն Անտոնյանը կատարում է եզրային նետումը դեպի Հակոբյանը ու հիմա նորից արդեն Յուվենտուսն է փորձում գրոյի անցնել Եղիազարյանը ձախ եզրում ընդունել է գնդակ ու շարժվում է առաջ դեպի կենտրոն Միքայել Պողոսյանի ուղղությամբ Պողոսյան լավներ փոխանցումը հասավ գնդակը Մուրադյանի նորից Պողոսյան ու Յուվենը արդեն հաղթողի կարգավիճակում է այդտվում 2-1 ընդամենը 1 րոպեում 2 գնդակ հեղինակեցին Յուվենտուսի ֆուտբոլիստները եւ Յուվենը առաջ հասնում հաշվի մեջ Երկու մեկ Յուվեն արդեն հաղթողի կարգավիճակում է հայտնվում այո շատ լավ համագործակցեց Մուրադյան Պողոսյան զույգ ու արդեն այսպես հիմա եւս մեկ փոխանցում Մուրադյանից բայց մի փոքր ուժեղ ստացվեց այն Միքայել Պողոսյանի համար չնայած Պողոսյանը պայեց գնդակը դաշտի սահմաններում իշխան իրավիճակ է իսկ հիմա արդեն հարված կլինի Ատլետիկոյի դարպասից այո դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից Ավդալյան, հատեսեք վարկյաններ ու արդեն Ատլետիկոն է անցնում գրոյի կար խաղթում այստեղ Ավդալյանի դեմ պայքարում ու հիմա արդեն նորից Ատլետիկոն դուգանային հարվածի հնարավորություն է վաստակում նախորդ դրվագը շատ վտանգավոր էր երբ հարվածեց Լևազյանը բայց այս անգամ իհարկե մի փոքր անդարբար դիրքում է վաստակել Ատլետիկոն դուգանային քան նախորդ դրվագում էր ու տեսնենք արդեն այս անգամ ինչպես է ստացվելու Ատլետիկո Երևանի փորձը Ռևազյան Ղանդիլյան այս զույգն է գնդակի մոտ կարծես հեռացավ Ղանդիլյանը Ռևազյան ուղարկեց գնդակը հենց Ղանդիլյանին նա է հարվածի փորձ իրականացնում բայց փակվեց այստեղ Ղանդիլյանի հարվածի ճանապարհը իսկ հետո էլ արդեն Էվերտոնի ներկայիս Յուվենտուսի ֆուտբոլիստները հեռացեցին գնդակը եւ արդեն Ատլետիկոն կսկսի խորքից Գասպարյանի մոտ է գնդակը հայտնվել երկար փոխանցում Աշոտ Գասպարյանից դեպի մրցակցի Տուգանայինի մատուցները այստեղ էլ շատ լավ կարողանում է Յուվեն Փագել Ատլետիկոյի գրոյի ճանապարհը ու հիմա փորձում է Յուվեն գրով կազմակերպել, բայց այստեղ չանցավ Մուրադյանի փոխանցումը, Թովմաս Սարգսյան լավ նկատեց Ռևազյանին ու կատարեց փոխանցում։ Ռևազյանն էլ տեղափոխեց գնդակ Աչեզր Ղանդիլյանի ուղղությամբ, բայց շատ լավ է հիմա վերադասավորվել Յուվեն։ Միրզոյան հանգիստ արի մենակ էր։ Դեպի Մկրտչյանը փոխանցեց, Մկրտչյանն էլ դեպի Ռևազյանի ուղղությամբ ու նորից արդեն Ատլետիկոն փորձում է գրոյի անցնել, բայց այստեղ Ռևազյանի փոխանցման ճանապարհին Միքայել Պողոսյանը կանգնեց
Իսկ հետո Սարգսյանը մաքուր գնդակի խնդում իրականացեց, բայց հարվածը բավական բարձր է ստացվում այստեղ Թովմաս Սարգսյանի կատարած։ Արցենյանը հիմա պատրաստում է գնդակը ուժեղ փոխանցում կատարել առաջ նորից Մուրադյանի ուղղությամբ Մարկարյանը թիկունքից է աշխատում Վարդանյան շատ լավ նկատեց Անտոնյանին ու կատարեց այս փոխանցումը Վարդանյանը Անտոնյանն էլ դեպի Մուրադյանը ու այստեղ չէր սպասում Մուրադյանը որ իհարկե կանցնի գնդակը գոր Մարկարյանից Իհարկե կարող է նաև ընդունելու հետո արդեն հարմարեցնել գնդակը Մանուկ Մուրադյանը ոտքին նոր հարված էր այդքան ազատ էին թողել նրան Ատլետիկոյի պաշտպանները բայց այստեղ իհարկե շտաբողականությունը իր գործը ասեց Մուրադյանի գործողություններում Գասպարյան եւս մեկ երկար փոխանցում առաջացնում է գնդակը Սարգսյանին Անտոնյանը երացեց գնդակայոր աշտի սահմաններից ու արդեն եզային այդ հնարավորությունը կլինի Ատլետիկոյինը Ավդալյան դեպի Սարգսյանը տարավ Թովմաս Սարգսյանը իր գնդակը դեպի կենտրոն Միրզոյանի ուղղությամբ Ստեփան Միրզոյան բայց Վարդանյանը գնաց խլման հետո էլ արդեն մի փոքր հեռու թողեց գնդակը Մկրտչյանը լավ միջամտեց այստեղ վագի Ռաֆայել Մկրտչյան կա փոխանցում ու այստեղ Հակոբյանն է 30 գնդակը եւ նորից կարող է հակագրավել Յուվեն Միքայել Պողոսյան ինչը այստեղ հիմա շարունակվում է Յուվենտուսի գրող Անտոնյան Կան տարբերակներ բայց փոխանցեց Անտոնյանը դեպի աճ իսկ հիմա մրցավարը դադարեցնում է հանդիպումը տեսնենք Ինչ պատահեց Միքայել Պողոսյանին Ամեն ինչ կարքին է Միքայել Պողոսյանի հետ կանգնեց ոտքի ֆուտբոլիստը ճիշտ այս դրոպաներին լքեց Պողոսյանը խաղադաշտը բայց իհարկե հուսանք որ մենք նրան նորից կտեսնենք խաղադաշտում գրոյի ժամանակ հարված ստացավ ոտքի Պողոսյանը Ավդալյանի ճիշտ է սուլեց մրցավարը քանի որ շարունակում էր Ատլետիկոյի ներողությունը Յուվենտուսի գրող այդ իսկ պատճառով չսուլեց մրցավարը հետո արդեն դադարեցեց հանդիպումը հասկանալու համար ինչ պատահեց Միքայել Պողոսյանի եւ կարծես հիմա ֆուտբոլիստը խաղադաշտից դուրս օգնություն է ստանում որից հետո արդեն հուսանք որ Պողոսյանը կրկին կվերադառնա խաղադաշտ հիմա Ատլետիկոյի գրոին հետևենք աճ եզրում է Ղանդիլյանը գնդակով դեպի կենտրոն Անտոնյանը այստեղ միայնակեր կա փոխանցում դեպի Մուրադյանը բայց Միրզոյանն էլ այստեղ Դաշտի միջին հատվածում կարողացավ տիրել գնդակին ուղարկեց դեպի ավելի հետ Մարկարյան ու տեղափոխված է գնդակը աճ եզրը արդեն հիմա աճ եզրից է նորից Ատլետիկոն փորձում գրոյի անցնել նորից Միրզոյանն է դաշտի միջին հատվածում ստացել գնդակը լավներ փոխանցում Ռևազյանին ով Ուզում էի ասել գրավեց դարպասը այո հարմարեցեց գնդակը ձախ ոտքին Ռևազյանը բայց հարվածը մի փոքր շեղությամբ ընթացավ Եղիազարյան Դեպի առաջ Մուրադյանին թողեց Մուրադյանն էլ գնդակը Պողոսյանին ու հիմա արդեն նորից գրող կփորձի սկսել Յուվեն այո Միքայել Պողոսյանն էլ փոխանինվեց ու Անդրանիկ Պողոսյանն է նրա փոխարեն դուրս եկել խաղադաշտ Մուրադյան լավ է իջացնում Մուրադյանը գնդակը Մուրադյան ու այստեղ չստացվեց Մուրադյանի մոտ հիմա արդեն կա փոխանցում Վարդանյանը արված ու հիմա էլ հորիզոնական դարպասած զողին դիպավ գնդակը ինչ լավ գրող կազմակերպեց այս դրվագում Յուվեն Վարդանյանի թնդանոթային արվածը բայց այստեղ էլ հորիզոնական դարպասածողն է փրկում Ատլետիկոյին Շատ հետաքրքիր գրող է իսկապես Յուվեի կատարմամբ Եղիազարյան փակեց այստեղ Գասպարյանի փոխանցման ճանապարհը Հակոբյանն էլ մի փոքր առաջ ուղարկեց գնդակը
Երկրորդ հարգում պայքար մնում է գնդակը Ատլետիկոյի մոտ, իսկ այստեղ մի փոքր ուժեղ ստացվեց Ստեփան Միրզոյանի կատարած փոխանցումը, ճիշտ է Ռևազյանը հասավ գնդակին, բայց արդեն Եղեզարյանը թիկունքից լավ է աշխատում ու կարողացավ խլում իրականացնել, այստեղ էլ Թովմաս Սարգսյանն է շատ լավ անցում, կատարում Սարգսյան, բայց Սարգսյանի փոխանցման ճանապարհին կանգնեցին Ատլետիկոյի Երեխություն Յուվենտուսի ֆուտբոլիստները ու հիմա արդեն Հենց Յուվեն է հետիել գնդակին Անդրանիկ Պողոսյան ուղարկեց գնդակը դեպի Անտոնյանը և այստեղ էլ կորցնում է Յուվեն գնդակը, այո Ատլետիկոն չի համակերպվում այս հաշվեց, բայց հիմա սխալ Վարդանյան լավն էլ փոխանցումը Մուրադյան 3-1, արդեն 2 գնդակի առավելություն է ստանում այս խաղում Յուվենտուսը Երեք մեկ Մուրադյանը դուբլ է գրանցում իր անվան դիմաց արդեն առաջի խաղակեսում ու արդեն Ատլետիկոնով առաջ անցավ հաշվի մեջ ու բացեց այս հանդիպման հաշիվը հիմա հայտնվել է պարտվողի կարգավիճակում այն էլ ոչ թե 1 այլ 2 գնդակի տարբերությամբ Ղանդիլյան գնդակով Դեպի կենտրոն ուղարկեց Ստեփան Միրզոյանի ուղղությամբ Նորից Ղանդիլյան հիմա Ատլետիկոն փորձում է գրող կազմակերպել Ավդալյան Դեպի Սարգսյանն էլ գլորեց Ավդալյանը գնդակը Տեսնենք շարունակությունը, բայց այստեղ Եղեզարյանը հաջող խլում իրականացեց ափսոս այս գրոյի Շարունակությունը չստացվեց, իսկ հիմա Ատլետիկոյի պատասխանը Արտուր Ղանդիլյան վտանգավոր է ու փակվում է այստեղ Ղանդիլյանի արվածի ճանապարհը Ավդալյանը երվից փորձ ու շեղությամբ ընթացավ այստեղ էլ Արման Ավդալյանի կատարած հարվածը, այո Այնպես է, որ Ատլետիկոն հիմա փորձում է այս հաշվի պայմաններում արդեն ետ բերել կորցրածը, դա երևում է նրանց իհարկե գրողներից, բայց բնականաբար Յուվեն էլ դրա է այդ մտքի հետ համաձայն չի լինելու, փորձելու է Յուվեն, որքան հնարավոր է այս ֆոնի ներքո իհարկե մեծացնել իր առավելությունը Թովմաս Սարգսյան, անցումը գեղեցիկ էր, բայց այստեղ հեռու թողեց մի փոքր Սարգսյանը գնդակը ու տեսնենք Ռևազյան հասավ այս գնդակի Ռևազյանը ու շատ լավ գնդակի տեղափոխություն էր դեպի Ղանդիլյանի ուղղությամբ, նորից Մկրտչյան Դեպի աչ Ղանդիլյանի ուղղությամբ նորից Ատլետիկոն է անցել գրոյի, տեսնենք այս գրոյը ինչ է տալու Ատլետիկոյի ֆուտբոլիստերին Արտուր Ղանդիլյան դեպի Սարգսյանը գուցե հեռվից փորձի Սարգսյանը ոչ անցում կատարեց այստեղ, բայց արդեն Յուրի Հակոբյանին նույն բանը անել չստացվեց Վարդանյանը ու հիմա գրոյի փորձ, բայց այստեղ էլ սայթակում է Վարդանյանը ու Ատլետիկոն նորից Սկսում է երթական գրոններից մեկը Միրզոյան Ավդալյան վտանգավոր է ու այստեղ Արսենյանը արդեն փրկեց Էվերտոնին Ներկայիս Յուվենտուսին այո երկրորդ գնդակը բաց թողնելուց եթե միջև ընդմիջման գնալը Ատլետիկոյի մոտ ստացվի մեկը խփել Միրզոյանի հիմա էլ փակվեց Ստեփան Միրզոյանի հարված ու հիմա արդեն անցնում է պատասխան գրոյի Յուվենտուսը ձախ եզրով Եղեզարյանն է հասել այս գնդակին կա փոխանցում Անտոնյան ու գնդակը հայտնվում է դարպասում 4-1 է դառնում հանդիպման հաշիվը Արամ Անտոնյանը խփում է իր առաջին գնդակը այս խաղում Արամ Անտոնյան 4-1 այո շատ իսկապես շատ արագ գրող կազմակերպեց Յուվեն ու նույնիսկ այստեղ արդեն ոչ ոք չհասցրեց նկատել գրոյի արագությունը Յուվենտուսի 4-1 է դառնում այս հանդիպան հաշիվը իսկապես Յուվեն բաց թողած գնդակից հետո բավական ակտիվացավ ու ախնդրեմ տեսեք առաջի կեսում արդեն Յուվեի ֆուտբոլիստները 4 գնդակ են հեղինակում Ատլետիկոյի դարպաս այն էլ այն իրավիճակում երբ նրանք զիջում էին հաշվի մեջ 1-0 հաշվով Ռևազյան դեպի կենտրոն, այստեղ նորից Յուվեի ֆուտբոլիստին բաժին ասավ գնդակը Անտոնյան Մուրադյան վտանգավոր է, անցավ Մկրտչյանին Մուրադյանը վտանգավոր է Մուրադյան ու գնդակը հայտնվում է դարպասում հետրիկ Մուրադյանից 1-5 է դառնում հանդիպան հաշիվը
5-1 դարձրեց արդեն Յուվեն հանդիպման հաշիվ ու առաջի խաղակեսի վերջին րոպեն էլ արդեն 1 տարկած այո շատ իսկապես շատ այսպես ասած հակառակ պատկեր է հիմա ցուցադրում մեզ Յուվենտուսը, որը հանդիպան 1 տարկում էր, իհարկե 1 տարկում Ատլետիկոն էր ակտիվ, բայց տեսեք ինչ շրջադարձ է տեղի ունենում եւ արդեն զիջում է Ատլետիկոն 5-1 հաշվով Յուվենտուսին, պատկերացնում եք ինչի մասին է գնում խոսքը։ Վերջ խաղակեսը հենց այստեղ էլ ավարտվում է կարճ դադար, որից հետո կվերադառնանք։ Մեկ տարկեց Ատլետիկո Երևան Յուվենտուս հանդիպան երկրորդ խաղակեսը ու տեսնենք արդեն երկրորդ խաղակեսում ինչ է փորձելու իսկապես առաջին հերթին առաջարկել Ատլետիկոն, նրանք զիջում են մրցակցին 4 գնդակի տարբերությամբ նման իհարկե իրադարձության շատ հազվադեպ կարող են կապվելում հանդիպել, երբ Ատլետիկոն պարտվի որևէ մրցակցին նման մեծ հաշվով, իհարկե վերջին անգամ նույնիսկ իհարկե բարդ է հիշել, շատ հեռավոր ժամանակներում կարող է նման հանդիպում տեղի ունեցած լինել, իհարկե Վինտեր կապ մրցաշարում չի եղել նման դեպք, երբ Ատլետիկոն որևէ մեկին զիջել է նման հաշվով, իհարկե նույնիսկ 4 գնդակի տարբերությամբ պարտվել է, դրա մասին եմ ես խոսում։ Մարկարյան ու այստեղ չգնաց Ղանդիլյան այս փոխանցման հետևից։ Այո, վերջին անգամ կարծես Ատլետիկոն 4 գնդակի տարբերությամբ զիջել է Չեմպիոնների լիգայի խմբային փուլում Բավարիային, եթե ճիշտ եմ հիշում այդ հանդիպումը ավարտվել էր 0-4 հաշվով, այնտեղ Ատլետիկոն պարտվել էր, բայց պատասխան խաղում Բավարիայի դեմ հաղթեց 1-5 հաշվով ու դուրս եկավ հաջորդ փուլ Սարգսյան վտանգավորել, բայց այստեղ շեղությամբ ստացվեց Թովմաս Սարգսյանի արված ինչ անցում ու արված կատարեց Սարգսյանը, պարզապես մի փոքր չբավականացեց նրան գտնել դարպասը։ Եղիազարյան երկար փոխանցում դեպի Մուրադյանը, այստեղ էլ Ավդալյանը թիկունքից աշխատեց ու հիմա տեսնենք Բայց արմունգով չէ լինգե Հորը սորև չուտաս մեջ Ամեն ինչ կարգին է Մուրադյանի հետ կանգնեց ոտքին Յուվենտուսի ավակ ու ստանդարտին հետևենք ինչպես է իրականացնելու հիմա Յուվեն Վարդանյանն է գնդակի մոտ Կա փոխանցումը դեպի Տուգանայինի մատույցներ Ավդալյանը հեռացնում է գնդակը Ռևազյան ու դեպի աջ Ղանդիլյանի գրոյի միացումը նկատեց Ռևազյանը, բայց Եղիազարյանն էլ այստեղ առաջինը հասավ ու արձագանքեց այս գնդակին, երբ փոխանցում եւ Արսենյանը պարզապես երկար փոխանցումով գնդակ ուղարկեց առաջ, այո, այլ տարբերակ չկար, եզից հիմա կնետի Ատլետիկոն Ավդալյան շատ լավ նկատեց Ռևազյանին ու կատարեց այս փոխանցումը, Ռևազյանն էլ շատ լավ անցում իրականացրեց ու տեսնենք գրոյի շարունակությունը Թովմաս Սարգսյան Դեպի Մարկարյանը գլորեց գնդակը Սարգսյանը Շատ լավ էլ նկատեց Մարկարյանը Ղանդիլյանին ու այս փոխանցումը կատարեց, բայց արդեն Հակոբյանը շատ լավ դիտկավորեց Ղանդիլյանի թիկունքում եւ հիմա միայն եզրային վաստակեց այս իրավիճակում Ատլետիկոն այո փորձեց անցում իրականացնել Ղանդիլյանը, բայց չստացվեց այս դրվագում Միրզոյան Հետ է ուղարկում գնդակը Ավդալյանին ու արդեն դեպի կենտրոն գլորեց Ավդալյանն էլ Մկրտչյանն է հատել կիսադաշտը Ռևազյան կրունկով չանցավ Պողոսյանն էլ ուղարկեց առաջ բայց այստեղ էլ Ավդալյանը լավ էր դիրքավորված հիմա ուղարկում է գնդակը Ղանդիլյանի ուղղությամբ ու եւս մեկ գրոյի անցել Ատլետիկոն Ղանդիլյան դեպի Ստեփան Միրզոյանը արված ու Ռևազյանն է խանգարում այստեղ Միրզոյանի կատարած հարվածին այո դարպասին էր ընթանում Ստեփան Միրզոյանի հարված ու այստեղ հենց իր խաղանկերը իհարկե ցանկանալով բայց հայտնվեց գնդակի ճանապարհին ու փակեց Միրզոյանի հարվածը Արսենյանը տպավորությունը այնպեսին է որ այդ գնդակին արդեն չի աստի քանի որ անկյուններ ուղարկեց Ստեփան Միրզոյան, իսկ Արսենյանի դիրքը գնահատելով ենք իհարկե այդ ամենը ասում, նա կարծես չէր նկատել Միրզոյանի հարվածի ուղղությունը ու շատ մոտ էր Ատլետիկոն այս դրվագում իսկապես գոլի հեղինակ դառնալու, բայց Ռևազյանը խանգարեց այդ դրվագում, խանգերոջը հիմա եզից պետք է նետի
ոչ ստանդարտ է վաստակում, ոչ Յուվենտուս այստեղ Սարգսյան գլորեց գնդակը Մարկարյանի ուղղությամբ Ռևազյան, բայց այստեղ Մարկարյանը չգնաց այս փոխանցմանը տևից հիմա Միրզոյանն է անում դա դեպի Ղանդիլյանը գլորեց գնդակը Ղանդիլյանն է փորձում հարվածային դիրքում հայտնվել, բայց այստեղ էլ Յուվեն լավ պաշտպանվեց Միքայել Պողոսյան ու հիմա դադարեցեց մրցավար հանդիպումը տեսնենք ինչ պատահեց Գոր Մարկարյանին կարծես հարված է ստացել Մարկարյանը Ամեն ինչ կարծիք է Մարկարյանի հետ շարունակում ենք հանդիպումը ու Ատլետիկոն փորձում է ևս մեկ գրոհ սկսել իսկապես նրանք պետք է փորձեն որքան հնարավոր է շատ գրոհել, որքան հնարավոր է փորձել իհարկե կրճատել հանդիպան հաշիվը ու դուրս գալ այն իրավիճակից, որում հայտնվել են Ռաֆայել Վարդանյան, դեպի Պողոսյանը լավ փոխանցում կատարեց Վարդանյան ու հիմա տեսնենք այս գրոհը ինչ է տալու Յուվեն, բայց Մկրտչյանը լավ աշխատեց Ստեփան Միրզոյանը ու հիմա ունի Ատլետիկոն հնարավորություն Միրզոյան կա փոխանցում Մարկարյան շեղ է ստացվում արվածը իհարկե սա հնարավորությունները որից չօգտվեց Ատլետիկոն կարող էր Մարկարյանը նաև փոխանցել Ղանդիլյանին ինչու ոչ կար նաև այդ տարբերակը բայց իհարկե դա միանշանակ այդպես չէ որ Ղանդիլյանին կատարված փոխանցումը ավելի ճիշտ տարբերակ կլիներ, քանի որ Մարկարյանի դիրքն էլ հենց արդեն հարվածային էր։ Հիմա նորից Յուվենը գրոհում Վարդանյան, Պողոսյան, ևս մեկ վտանգավոր գրոհ այստեղ արդեն Արման Ավդալյանը փակեց գնդակի ուղղությունը եւ հիմա 11 մեծանոց հարված էին պահանջում Յուվեի ֆուտբոլիստները, բայց մրցավարը Սուլեց այդ դրվագում եւ հիմա խնդրեմ Յուվեն նորից է անցել գրոհի Մուրադյան դեպի Անտոնյանը վտանգավոր գրոհ է Մուրադյան վտանգավոր է պոկերը կայացած է արդեն այս ֆուտբոլիստի անվան դիմաց 1-6 է Յուվեն դարձնում այս հանդիպան հաշիվը Մեկ 6 պատկերացնում եք ինչ հաշիվ է հիմա գրանցում խաղադաշտում Մուրադյանը ևս մեկ գնդակ է ավելացնում այս մրցաշրջանում իր անվան դիմաց այո արդեն 4-րդ է նրա անվան դիմաց այս խաղում եւ իհարկե Մուրադյանն էլ շատ փայլուն մարզավիճակում է գտնվում պատկերացնում եք նա 4 գնդակ է հեղինակել է Երևանի Ատլետիկոյի դարպասը իհարկե ում դարպասը կան նույնիսկ թիմեր որոնք երկու խաղի արդյունքում չեն կարողանում նման քանակի արդյունավետություն գրանցել, բայց հիմա Յուվեն իհարկե այսօր տարեքի մեջ է Յուվենտուսը այսօր շատ հրաշալի հանդիպում է Յուվեն անցկացնում ու այս հանդիպման արդյունքը իհարկե այս պայդրությամբ համապատասխանում է խաղադաշտում գտնվող իրավիճակին Հոմզի Հետևով Մուրադյան Անցումը ստացվեց Մուրադյանի մոտ, բայց փոխանցում ուժեղ էր այստեղ դեպի Անտոնյան, այո, մի փոքր հաշվ է նկատու Անտոնյանը կարող էր շատ հանգիստ եզրափակել այս փոխանցումը Ես իսկ նետի Ատլետիկոն Մկրտչյան հնդակ ուղարկեց առաջ Մարկարյանին դեպի Միրզոյանը Մարկարյանը գլորում իրականացեց Գուրգեն Ռևազյան Շատ լավն էր այս փոխանցումը իհարկե տպավորությունը եթե հասներ այս գնդակը Մարկարյանին նա միայնակ էր հայտնվում Արսենյանի դիմաց Թոմաս Սարգսյան հարվածը թույլ ստացվեց իհարկե մեղադրել նրան այստեղ դարպասը չգրավելու գործում ոչ ոք չի կարող միանգամից 4 մրցակից դիմավորեցին Թոմաս Սարգսյանին Պողոսյան պահում է գնդակը Միքայել Պողոսյանը
ու դեպի հետ ուղարկեց Ռևիկ Եղիազարյանի ուղղությամբ, Եղիազարյանն էլ դեպի Մուրադյանը նորից Պողոսյանին ուղարկեց, Մուրադյանը գնդակ ու ախնդրեմ նորից Յուվեն է անցել գրոյ Վարդանյան բայցում էր ուղղած այս փոխանցումը, եթե Մուրադյանին ապա նա արդեն ավելի կենտրոն է շարժվել, հիմա այդ Ատլետիկոյի մոտ չի ստացվում կազմակերպելու արդեն Յուվեն են հորից գրում, շարակ են իրադարձությունները զարգանում այս հանդիպման ընթացքում, Անտոնյան լավն էր անցումը, փոխանցում ու այստեղ Պողոսյանը փորձեց թույլ տա, որպեսզի գնդակը հասի Վարդանյանին, հետո էլ արդեն Անտոնյանի փոխանցումը չանցավ, Գոր Մարկարյան դեպի Ղանդիլյանը, հիմա գուցե Ատլետիկոյի մոտ որևէ բան ստացվի, Ղանդիլյան կա փոխանցումը դեպի աճ, Ռևազյան վտանգավոր է ու այստեղ էլ արդեն անկյունային է միայն վաստակում, Ատլետիկոն իհարկե հեռավոր անկյունը փորձեց ուղարկել գնդակը Գուրգեն Ռևազյանը, բայց շեղվեց նրա արվածի ուղղությունը, Մարկարյան սա հարված էր շատ վտանգավոր, բայց Մարկարյանի կատարած հարվածն էլ մի փոքր աննշան շեղությամբ ընթացավ, այո փորձում է իսկապես Ատլետիկոն, բայց առայժմ անարդյունք է այդ ամենը խաղադաշտում, նրանք դեռ զիջում են Յուվեն 5 գնդակի տարբերությամբ Եղիազարյան նորից երկար փոխանցումով է փորձում Յուվեն գրոսցել ավդելն այստեղ կանգնեց գնդակի ճանապարհին հետո էլ Վարդանյանը փորձեց խլում իրականացնել չստացվեց բայց հիմա արդեն կգրոհի Ատլետիկոն Տոմաս Սարգսյան դեպի Միրզոյան ու այստեղ Յուրի Հակոբյանն է շատ լավ գործում Նետումը իրականացնում են Ատլետիկոյի ֆուտբոլիստները, նորից Սարգսյանն է գնդակով ձախ եզրում դեպի կենտրոն Վարդանյանը այստեղ Միրզոյանի թիկունքից մոտեցավ ու խախտեց խաղի կանոնները բավական վտանգավոր դիրքում հիմա Ատլետիկոն վաստակել է տուգանային հարվածի հնարավորություն եւ տեսնենք արդեն այս տուգանայինը ինչ է տալու Ատլետիկոն եթե Ռևազյանը իհարկե կարողանա հիմա մեկ գնդակ հեղինակել այս տուգանայինից փորձի Ատլետիկոն որևէ բանի մասին իհարկե մտածել արդեն գնալով էլ հանդիպումն է մոտենում ավարտին բավական քիչ ժամանակ է մնացել նման հաշիվը փրկելու համար բայց եկեք ստանդարտը հետևենք Կասուլիչը Ռևազյանն է մոտենում գնդակին ու արվածը շատ վտանգավոր է բայց Արսենյանը հեռացեց այո այս արվածը նույնպես եւ հիմա արդեն եզից կնետի Ատլետիկոն Արման Ավդալյան շարժվում է առաջ Ավդալյանը Մարկարյանին ուղարկեց գնդակը Մարկարյանը դեպի ավելի աճ Արտուր Ղանդիլյանի ուղղությամբ Միրզոյան շատ լավ ստացավ Ղանդիլյանից փոխանցում, բայց այստեղ հարվածային դիրքում չստացվեց այդտեղ Միքայել Պողոսյան ու եզից կնետի, այո, Յուվեն Արի առաջ մի Ռաֆիկան Ավդալյան թիկունքից լավ աշխատեց Վարդանյանի ու հիմա փորձում է գրոյի անցնել Ատլետիկոն բայց այստեղ էլ Անտոնյանը չեզոքացեց Ատլետիկոյի հնարավոր գրոյի ճանապարհը հիմա եւս մեկ փոխանցում Մկրտչյանից բայց այս գնդակը Արսենյանի համար էր երկար նետում դեպի Մանուկ Մուրադյանը կա փոխանցում դեպի Վարդանյանը ու տեսեք նորից ունի տարբերակ Վարդանյանը աչից Մուրադյանը կա ձախից Պողոսյան ուղարկեց Միքայել Պողոսյանին Պողոսյան տեսնենք շարունակությունը Միքայել Պողոսյանի բայց Ավդալյանին շրջանցել արդեն չստացվեց իսկ հիմա էլ արդեն Եղիազարյանն է խլում իրականացնում գնդակի ու նորից Յուվեն կփորձի գրոյի անցնել Ռևիկ Եղիազարյան բայց Ավդալյանը արդեն հաստրեց անկում պերաստել գնդակը ու եզրային նետում է իրականացնելու հիմա արդեն Յուվենտուսը Միքայել Պողոսյան Մնում է գնդակով Պողոսյանը դեպի Ետ ուղարկեց դարպասապա Արսենյանի ուղղությամբ ու Արսենյանն էլ երկար փոխանցում է կատարում առաջ, բայց գնդակը դուրս է եկել այո դաշտի սահմաններից ու եզից կնետի հիմա Ատլետիկոն Մկրտչյան Ավդալյանն է ուղարկում գնդակը դեպի աչել Ավդալյանը Ղանդիլյան դեպի կենտրոն լավ նկատեց Միրզոյանին արգելակեց Միրզոյանն էլ
ու տեղափոխում է գնդակը Գուրգեն Ռևազյանի ուղղությամբ, այո, Ատլետիկոին հիմա վերջին հարվածն է միայն անհրաժեշտ այն դիպուկ հարված այս գրոներից հետո, բայց տեսեք, իհարկե այսօր այդ բացը կա Ատլետիկոյի հայտարարում իհարկե դոմինանտ կենտրոնական արձակվողի բացակայությունը զգացում է այսօր խաղադաշտում ու հիմա նորից Էվերտոնը Յուվենտուսն է ավելի ճիշտ կլինի ասել անցնում գրոյի Պողոսյան ուղարկեց Անտոնյանին ստացավ պատասխան փոխանցում ու տեսնենք ինչ կմտածի Միքայել Պողոսյանը Պողոսյան անցումը ստացվեց բայց արդեն այստեղ փոխանցումը չանցավ Ավդալյանը հագեց գնդակի ուղղությունը ու հիմա Ռևազյանը լեռացեց գնդակի հաշտի սահմաններից դուրս Արման Ավդալյան ուղարկեց գնդակը Ստեփան Միրզոյանի ուղղությամբ դեպի աչել Միրզոյանը Ղանդիլյանին ասյակեց գնդակը նորից Միրզոյան չանցավ այս փոխանցումը, որը կատարում էր դեպի Գոր Մարկայանը Միրզոյանը Ռևազյան անցումը լավներով է հարվածում Ռևազյանը, բայց շեղությամբ է ստացում Ռևազյանի կատարած հարվածը Այո, իսկապես Ռևազյանն էլ է հասկանալի, արեց ամեն ինչ այս դրվագում միայնակ անցավ երկու մրցակցի, շատ նպաստավոր դիրքից բարձր հարվածեց, եթե չի ստացվում, ապա չի ստացվում, այսպես անվանենք, Վարդանյան շքեղ անցում, Վարդանյան պետք է ազատվել գնդակից, բայց խախտում կար այո Ռաֆայել Վարդանյանի դեմ պայքարում Խաղարկեց Հարագ Յուվեն գնդակը Վարդանյան Պահում է գնդակը Յուվեն հիմա խլեց Ատլետիկոն Ստեփան Միրզոյան ու դեպի Ղանդիլյանն է ուղարկում գնդակը Արտուր Ղանդիլյան Մարկարյանին Կազախից Մկրչյանի տարբերակը ինչու չփոխանցեց Մարկարյանը դեպի Ռևազյանն է ուղարկել բայց այստեղ էլ Ռևի Եղեզարյանն է հաջող գործում ու անցումն է ստացել Եղեզարյանի մոտ եւ տեսեք քանակական առավելություն ունի հիմա հարցակման գծում Յուվեն ինչ փոխանցում Վարդանյան փորձեց թողնել Մուրադյանին բայց թույլ ստացվեց փոխանցումը իսկ ինչ կտրող փոխանցում էր արդեն կատարել Եղեզարյանը Վարդանյանին հիմա Ատլետիկոն է անցել Գրոյի Միրզոյան լավներ անցումը հարված ու այստեղ էլ Անդրանիկ Պողոսյանն է փակում Միրզոյանի հարվածը ինչ է կատարվում հիմա խաղադաշտում Ղանդիլյան վտանգավոր է դեպի Մարկարյանը ու հիմա Յուրի Հակոբյան եւ Մուրադյան ուղարկում է գնդակը դեպի Վարդանյանը բայց Գասպարյանն էլ այստեղ հաստրեց հեռացնել գնդակ այո շատ լարված ու դրամատիկ հանդիպում ենք դիտում անկախ հանդիպան հաշվից իհարկե երկու թիմերն էլ ցուցադրում են շատ գեղեցիկ ֆուտբոլ եւ դա ամենակարևորն է միանշանակ Վարդանյան դեպի Եղեզարյանն է կատարում փոխանցում Պողոսյան ու դեպի առաջ այո գնաց պրեսինգի հիմա Ատլետիկոն եւ խլեց գնդակը Ատլետիկոն Ղանդիլյան դեպի Միրզոյանը ու հիմա նորից դարպասաձողն է օգնում Յուվեին այո այսօր առնվազն 2-3 դրվագում հանդիպման ընթացքում երկու թիմերն էլ հարվածեցին դարպասաձողին Նետեց Մուրադյանը եզրից Անտոնյան դեպի Հակոբյանը Բայց այստեղ էլ Սարգսյանը խլեց գնդակ ու հետո վաստակեց անկյունային հարվածի հնարավորություն իր թիմի համար ու տեսնենք Ատլետիկոն ինչպես է իրականացնելու անկյունայինը կա փոխանցումը եւ նորից դարպասաձողին է դիպչում գնդակը վտանգավոր իրավիճակ է ու չհայտնվեց Իմայել Մարկարյանի հարվածից հետո գնդակը ցանցում Եղեզարյան երկար փոխանցում առաջ այստեղ Աշոտ Գասպարյանին է բաժնացնում գնդակը
Գասպարյան երկար փոխանցում դեպի Ղանդիլյանը դեպի Թոմաս Սարգսյանը վտանգավոր է Սարգսյան պետք է հարվածել ու այստեղ էլ Անտոնյանը հրաշալի գործեց Եվ այստեղ կորցրեց արդեն Ատլետիկոն գնդակ այո ուժեղ էր կատարված եզրային նետումը եւ Եղիազարյանը գլորում է գնդակը դեպի Անդրանիկ Պողոսյանը, Աչեզր Պողոսյան փակեց Ռևազյանը գնդակի ուղղությունը, բայց այն մնաց Յուվեի ֆուտբոլիստների մոտ, Անտոնյան գեղեցիկ անցում էր, շատ լավ գործեց, երկու դրվագում էլ կա փոխանցում, դեպի Պողոսյանը իսկ ինչու ավելի շուտ չազատվեց Պողոսյանը գնդակից, Վարդանյան վտանգավոր իրավիճակ է ու գրավում է դարպասը Ռաֆայել Վարդանյանը, այո, բոլորը սպասեցին նրանից փոխանցման, բայց նա հարվածեց դարպասին ու խփեց այս հանդիպման ընթացքում հերթական գոլը Յուվենտուսի Ռաֆայել Վարդանյանն էլ դարձավ գոլի հեղինակ ու էլ ավելի մեծացեց հիմա Յուվենտուսի առավելությունը Հակոբյան կա փոխանցում դեպի Մուրադյան ու տեսեք նորից կան գոտիներ Մուրադյան ու չանցավ այս փոխանցումը դեպի Ռաֆայել Վարդանյանը իհարկե Հիմա Պողոսյանն էր փորձում Մուրադյանից փոխանցում սպասել, բայց Մուրադյանը չէր նկատել Պողոսյանի գրոյի միացումը, իսկ դա հիմա կարող է անել Ռևիկ Եղիազարյանը կա փոխանցում դեպի Վարդանյանը, դեպի կենտրոն Անտոնյան, դեպի Հաչ Մուրադյանի ուղղությամբ Մուրադյան ու այստեղ գնդակը հայտնվում է ցանցում եւս մեկ գոլ է խփում Յուվեն այս հանդիպման ընթացքում Դուբլի հեղինակ դարձավ արդեն Ռաֆայել Վարդանյան, այո, Մուրադյանի հարվածն ընթանում էր դեպի դարպասը, բայց շեղեց գնդակի ուղղությունը վերջի պայն Ռաֆայել Վարդանյան ու գնդակը հայտնվեց ցանցում, այո, ամեն գոլից հետո իսկապես շատ ավելի ու ավելի է մեծանում Յուվենտուսի առավելությունը Հակոբյան դեպի Վարդանյանը, բայց այստեղ կորցրեց Յուվենտուսը գնդակը, Ղանդիլյանը ու այստեղ էլ արդեն ստացվեց Ռևազյանին հասցեակել գնդակը Աչեզրում է Ռևազյանը փորձում որևէ տարբերակ առաջարկել, կար խաղի կանոնների խախտում Վարդանյանի կողմից ու հետևենք ստանդարտին Ռևազյան փոխանցումը կա Եղիազարյանն է հիմա էլ հեռացնում գնդակը անկյունային է վաստակում հիմա էլ արդեն Ատլետիկոն 3 րոպեից քիչ է մնացել հանդիպման ավարտին ու տեսնենք այս վերջին րոպեները ինչպես կանցկացնեն թիմերը 9 դարպասի գրավում արդեն ունեցանք այս հանդիպման ընթացքում Ռևազյան կա փոխանցում այստեղ էլ շատ հեռուն գնաց գնդակը Սարգսյանն է փորձում հասնել ու հասավ այո այս գնդակին Թոմաս Սարգսյանը Սարգսյան, բայց այստեղ Մուրադյանը հաջողխլում իրականացեց Անտոնյան ու հիմա արդեն Յուվեն կանցնի գրոյի Անտոնյան, բայց Սարգսյանը կարելի ասել ուղղեց իր սխալը խլում իրականացեց մրցակցից կա փոխանցում դեպի Մկրտչյան ու նորից գրոյի է փորձում հասնել Ատլետիկոն, բայց ատեսեք այս փոխանցումով նորից չեզոքացվեց Ատլետիկոյի գրոյի շարունակությունը ինչ փոխանցում էր այստեղ իհարկե Միքայել Պողոսյանին ուղղված Ղանդիլյան ու գնդակը դուրս է գալիս դաշտի սահմաններից դուրս եզրից նետելու է Յուվեն բայց այստեղ էլ Ավդալյանը կարողացավ շտկել գնդակը Ատլետիկոյի համար Միրզոյան կա փոխանցում դեպի Աչ Եզր Ղանդիլյանի ուղղությամբ բարականում է Ղանդիլյանը ու արդեն դուրս եկավ գնդակը դաշտի սահմաններից դուրս բայց Հակոբյանը խախտել է խաղի կանոնները միջ այդ դրվագը
տեսնենք այս ստանդարտը ինչպես կիրականացնի Ատլետիկոն Գուրգեն Ռևազյան ուժեղ փոխանցում Մկրտչյանի ուղղությամբ ու Մկրտչյանի արվաստը բարձր է ստացում այստեղ եւ վերջ հանդիպումը ավարտվում է այո հաղթանակի հասավ Յուվենտուսը Ատլետիկոյի նկատմամբ 1-8 հաշվով վաստակեցի հերթական 3 միավորը Էլիտլիգայի այս խաղարկությունում այս հանդիպան համար նախատեսել էինք այսքանը մեզ մոտ կարճ դադար որից հետո խաղային օրը կշարունակենք